Պարոն Հարությունյան, որոշել եք քանի քվե եք տալու ընդդիմության տեխնացուին։ Տիկին Մանավազյանը հայտարարեց բավարար քանակությամբ քվե, որպեսզի ընտրվի։ Եվ այս առումով շատ է քննադատվում իշխող ուժը, ասում են եւ նշում եք, որ նրանք ընտրակեղծիքներով են ընտրված եւ ապահովում եք նրանց ընտրությունը։ Սա ինչպես կմեկնաբանեք այս մեղադրանքները։ Մեկնաբանում է, որ պետք է ապահովել պարլամենտի նորմալ աշխատանք։ Պարոն Հարությունյան, ձեր խոստովանությունը 8 տարի անց, որ բուհերը չեք կարողացել ապաքաղաքականացնել, ինչ եք կարծում։ Ես այդպիսի խոստովանություն Չէ, դուք ասեցիք, որ մեկնաբանեք, ասեք այն ինչ ասել եմ։ Դուք ասեցիք, որ մնացել է այս վիճակը ունենք, որ նախկինները չգան եւ իրենց ձեռքը չդնեն բուհերի վրա։ Դուք դա եք Մենք ասել։ ապահովագրել ենք, որպեսզի այնպես ինչպես փորձում են 2026-ին պետությունը զավթել, չզավթվեն բուհերը։ Իսկ այդ հարցը 2029-ին օրենքով է լուծվելու։ Պարոն վարչապետը դեռ Նիկոլ Փաշինյանը, երբ որ վարչապետ էր Ֆրանսիայի հրապարակում, Հասկացանք, անդադ պետք չի դա կրկնել, որովհետև դրա մասին նաև վարչապետն է խոսել եւ տվել է բացատրությունը։ եւ այսինքն ձեր այս բացատրությունը Պետք է անցնել ավելի այլ թեմաների եւ նույն թեմաները անընդհատ չծամծմնել, որովհետեւ հիշացնենք ձեր նախկին խոստումը։ Չէ, բայց մենք անընդհատ բազմիցս բացատրել ենք դա, հիշացրեք, օքեյ, հիշացրեք։ Չի փոխվելու, մնալու են էլի քաղաքական պաշտոնյաները բուհերի հոգաբարձություն։ Լսում ես ինչ եմ ձեզ պատասխանում արեք։ Ասում եմ 29-ին օրենքով արդեն դա փոխվելու, այսինքն որևէ մեկ էլ չի կարողանալ միջամտել։ Դեռ 3 տարի այսինքն կմնան։ Այո, բուհերի այն տարբերակով, որով գնում է բուհական համակարգի զարգացումը, տրամաբանությունը այն է, որ 29-ին լուծված կլինի այդ հարցը։